Սիրելի Աստծո ժողովուրդ, ողջունում բոլորիդ, հույսով եմ լավ եք։ Այսօր շատ կարևոր նյութի մասին մի խոսեմ, ամեն նյութերը շատ կարևոր են եւ գիտեք որ շատ կարևոր է մեր բերնեն ելած խոսքը։ Շատ կարևոր է մենք ինչ կխոսենք։ Այսօր պիտի խոսեմ ադոր մասին թե մեր խոսքը ինչքան կարևոր է, ինչքան աստեցություն ունի եւ ինչքան զորավոր է։ Լա թրագան, լա բացասական, այսինքն լա լավ գոմեն, լավ աստեցություն ցկելու համար, լա քեշ գոմեն, վատ գոմեն, վատ աստեցություն ցկելու համար։ Մի մորնակ անպայման դարազեցեք, վիդեոն միացեք մեզ YouTube-ի մեջ, անպայման զանգակ գետիչեք, սեղմեցեք, որովհետեւ ամեն նորությունները կա, subscribe եք եւ մեդևեցեք մեզի Facebook, Instagram եւ TikTok-ի վրա։ Աստվածաշունչը գսե Արագած 18:21-ի մեջ մահն ու կյանքը լեզվին ցերկն են։ Անոնք որ զայն գսիրեն, անոր բդուղ գուդեն։ Շատ հստակ եւ շատ լուրջ արտահայտություն Աստծո խոսքեն։ Մահը եւ կյանքը։ Ավելին չի գա, ինձ իսեք։ Բացասական գողմեն եւ թրագան գողմեն ավելին չի գա։ Թրագան գողմեն կյանք, բացասական գողմեն մահ։ Երկու ծայրահեղություն ասեմ, չէ՞։ Կյանք, մահ։ Աստվածաշունչը գսե կյանք եւ մահը լեզվին ցերկն են։ Այսինքն այնքան լուրջ կյանք եւ մահ ասված լուրջ երկու արտահայտությունները գսե լեզվին ցերկն են։ Ուրեմն որքան կարևոր է մեր լեզուն, այսինքն մեր խոսքը, մեր խոսած խոսքը շատ կարևոր է։ Եվ Աստվածաշունչը այսօր մասին կխոսի մեզի սորվեցնելու, մեզի զգուշացնելու, որովհետեւ ամեն ինչ իր աստեցությունը ունի։ Այսինքն եթե քո լեզուդ որ կարևոր է, քո խոսքդ որ կարևոր է, եթե կորձածես շիդակ ցևով, լավ ցևով, Աստծո կամքի համաձայն ինքը լավ աստեցություն ունի։ Եթե կորձածես քո խոսքերը արտահայտես, խոսիս վատ ցևով, ինքը աստեցություն ունի, նորեն աստեցություն ունի։ Մեկը մահվան աստեցություն, մեկը կյանքի աստեցություն։ Նայեցեք, որ գսե մահ, մեկը դոր մի մտածեք ֆիզիկական մահ։ Բայց քո խոսած խոսքերդ որ ունի մահվան զորությունը, այսօր քո կյանքիդ մեջ շատ բաներ մեռած են քո սխալ խոսքերուդ պատճառով։ Ադորամար ինչպես քո խոսքերովդ մեռած են, քո խոսքերով դալ կգենթանանան, կյանք ունենան։ Այսինքն եթե այսօր մեկը իր խոսքերով գանիձ է իր կյանքի մեջ դարբեր բաներ, մարդոց գանիձ է, երգիրը գանիձ է, իր կյանքը գանիձ է, իր կորզը գանիձ է, քեշ խոսքեր գխոսի, ադոր բդուղ գուդե։ Եվ հագարակը, եթե մեկը գործն է, կյանքը խոսի, ադոր բդուղ գուդե։ Ադորամար լա բացասական, լա թրագան աստեցություն ունի մեր խոսքը։ Բայց հիմա ավելի հասկանալու համար այս ամեն ինչը պիտի սերդենք իրար հետ Մարգոս Ավետարան 11-րդ գլուխ 22 եւ 23 խոսքերը, որ Հիսուսը փամը գսորվեցնե իր աշակերտներուն եւ այսօր մեզի իր խոսքերով։ Նայեցեք։ Ասիկա այնտեղն է, երբ որ Հիսուսը թզենին անիծեց եւ գար ժամանակ հետո երբ որ գանցնեն որ ադեղեն աշակերտները դեսան ասին որ վարդապետ ատ թզենին որ խոսքով անիծեցիր 4 Հիմա Հիսուսը պատասխանեց իրենք զարմացան ասին որ վաու թզենին 4 Հիսուս պատասխան տալով ըսավ անոնց Աստծո վրա հավատք ունեցեք։ Նայեցեք ինչպես կսկսի Հիսուսը խոսելու, ինչ նախատասություններ յետևի գշարե։ Հիսուսին խոսած խոսքերը ամենը կարևոր են խոսած ցևին բեսալ։ Ինչպես կխոսի, որ մեկ բարերը ուր գշարե ինչ կնե։ Սկսավ Աստծո վրա հավատք ունեցեք։ Քանզի ճշմարիտ գսեմ ցեզի։ Ով որ ոչ թե գիտես հովիվը, արաքյալը, մարգարեն միայն, որովհետև այսօր շատ մարդիկ պաշտոնական մտածելակերպ ունին, ադորամար ասի գուզեմ գորսել։ Հովիվը, մարգարեն, արաքյալը նույնպես Աստծո ծառաներն են, որ իրենց գոչումը ունին, օծություն ունին եւ իրենք կծառայեն գոր։ Բայց ամեն քրիստոնյա Աստծո զավակ, Աստծո ծառայող, նորեն օծված, Աստծո հոգիով լեցված է ինքը, եթե ընդուներ է Հիսուս Քրիստոսին եւ ինքը Գաբրի Աստծո խոսքով, մեկ խոսքով, ով որ ցանկացած աշակերտ։ Ես Աստծո ծառայող եմ, հովվական ծառայության մեջ եմ, Տուն Աստծո նորեն զավակեսն է, Աստծո ծառայող ես, ծառայության դաշտին մեջ բոլորս ծառայողներ ենք աթավասար թիրք ունենք։ Ադորամար ով որ լերան ըսե, ինչն է լերան ըսե,
Ելիր ու ձովը ինգիր։ Ինչու կարևոր է ըսե բառը։ Եվ ինչու կարևոր է, որ ես շեշտեցի քիչ առաջ, որ ով որովհետև այսօր դժբախտաբար մարդիկ կմտածեն, որ ես որովհետև հովիվ եմ իմ խոսքս ավելի զորավոր է։ Լսեցեք։ Եթե դուք հավատքի կյանքով գաբրիկ, Քրիստոսին ընդունած եք, Սուրբ Հոգով լեցված եք, ինչ ծառայության որ մեջ եք կարևոր չէ, սիրելիներ, ձեր խոսքը ունի աստեցություն եւ զորություն, ինչպես որ իմ խոսքը, որովհետև խոսքին զորություն դվողը կամ խոսքին զորություն ունենալու օրենք տնողը Աստված է։ Ադորամար քիչ առաջ լսի։ Բացասական կամ թրական խոսքը զորություն ունի։ Բայց հիմա գսորվեցնե Քրիստոսը խոսքը ինչպես կկործե եւ ինչպես զորություն ունի։ Առաջին ասավ Աստծո վրա հավատք ունեցեք։ Հետո ճշմարիտ կսեմ ձեզ, ով որ լերան ըսե, առաջ հավատք ունեցեք, սրդի կորձողություն, հետո բերնի կորձողություն, ըսեք, լերան ըսեք, ելիր ու ձովը ինգիր, մեկ վարգան, շարունակությունը, եւ իր սրդին մեջ չերկ մդի, ամենը յետևի կսորվեցնե, հավատք ունեցեք, ըսեք, բայց ձեր սրդի մեջ մի երկ մդիք, հաբա հավատա, թե ինչ որ ըսե, գլա, բիդի ըլլա անոր ինչ որ ըսե։ Սիրելիներ, Քրիստոսը, Հիսուս Քրիստոսը կսորվեցնե, ինչպես է այս կորձողությունը։ Եվ հաստատված օրենքը հոգևոր ինքը հաստատված է։ Բարձրապես պետք է գիտնալ, գիտակցիլ եւ հնազանդիլ ադոր։ Հոստեղ Աստվածաշունչը գսե, որ ով որ հավատքով գսե լերան շարժիր կու դեղետ, հիմա այդ լերը ֆիզիկական լերը չէ, օքեյ, անանք մեկ չէ, որ հիմա երտած դեղը մը լերին է դսկսիս խոսելու, այդ լերը շատ սիմբոլիկ է, շատ օրինակ մն է, որ այսօր մեր կյանքի մեջ չէ, շատ կան լերեր, շատ կա հսկա, կարծր, չեմ գիտեր, անուն այդ լերին ինչ կտնես, բայց ես կհավատամ, որ Հիսուսը օրինակը տվավ այդ լերին, որովհետև այդ լերը սիմբոլիկ ըլլալով, օրինակ ըլլալով ինքը կներկայացնե, չէ, հսկա, կարծր, զորավոր լեր է։ Եվ նույնիսկ կհավատամ, չէ, եթե Աստված խոսի, չէ, Աստվածաշունչի մեջ նույնիսկ կտեսնես Աստծո ծառաները խոսեցան բնության եւ բնությունը հնազանդեցավ։ Այսինքն լերը օրինակով ալ կրնա ալալ, իրական լերը։ Բայց ասի ինչու կսեմ որ որբեսի դուք չի գարձեք որ ծեր ուզած լերը գանեք ուրիշ դեղ գտնեք, ադիգա ադոր մասին չէ, երբ որ Աստված հadouk հանցնարար է, ադիգա կրնա ալալ, որ լերը ելլե ծեր ուզած դեղի երտա։ Բայց հիմա ուրեմն ոս տեսանք որ հավատք Առաջինը հավատք, շատ կարևոր է չսած խոսքդ հավատաս ադոր, որբեսի այդ խոսքը զորություն ունենա, և հոսքը սեգոր եթե չերկ մդի, հաբա հավատա, ուրեմն լսեցեք, Հակոբոս գիրքը առաջին գլուխի մեջ գսե երկմդող մարդը, ինչ սել է երկմդություն, երկու միտք ունենալ, որովհետև տուն եթե բանիմը բիտ հավադաս, հաստատ պետք է ելլաս, մեկ մտքով ադոր հավադաս։ Տուն չես կրնար երկմիտ ըլլալ, երկու միտք ունենալ և հավատքով բանիմը վրա հաստատվիլ, որովհետև մեկը կեզի կսեգոր աչ է, մեկը կսեգոր ծախ, ինչին հավադաս։ Որովհետև հավատքը այդ է, որ տուն կհաստատվիս կու մտքով։ Ադոր համար Հակոբոս գիրքը գսե երկմիտ մարդը թող չսպասե Աստուծմե բան մը գառնե։ Ադոր համար երկմդությունը անհաստատ նայր ինչ կսե, որովհետև կսե այդ մարդը, որ երկմիտ է, անհաստատ է իր բոլոր ճանապարհներում մեջ։ Ուրեմն երկմդությունը քեզի անհաստատ կբահե, որովհետև հաստատվելու համար դու պետք ունիս հավատալու, հավատալու համար դու պետք ունիս հասկանալու ինչին հավատաս։ Երկմդությունը երկմիտ ըլլալը չի ցկեր դու հավատաս բանիմը, որովհետև շփոթություն գահոն, ինչը, որ մեկը, ուր։ Ադոր համար գսե եթե չերկմդի հաբա հավադա, այսինքն մեկ մտքով հաստատ ըլլա, ինչ որ ըսե, բիդի ըլլա, ինչն է, ըսե, ուրեմն ծեր խոսքը որ չապ զորություն ունի։ Ինչու հավատքը խոսքով գսորվեցնե որ գկործե, այո, հավադացիր, խոսեցար,
ուրիշ դեղալ գսե, քանի որ հավատացինք, խոսեցանք։ Ինչու խոսքով, որովհետև խոսքը զորություն ունի մահվան եւ կյանքի։ Ադորամար դեսակ որ çok կարևոր է դուք ինչ կխոսիք 24-րդ խոսքի մեջ կշարունակե ասորամար գսեմ ցեզի ինչ բան որ աղոթքով խնդրեք հավատացեք թե պիտի առնեք եւ պիտի ելլա ցեզի մեկը դա ասեմ ինչ որ աղոթքով կխնդրեք հավատացեք ուրիշ բարերով ինչ որ ասեք ինչ որ աղոթքով խնդրեք աղոթնալ խոսքով է չէ հավատացեք թե պիտի առնեք Սիրեներ, շատ կարևոր բան մգա, որ հիմա մենք հասկանանք։ Եթե գսեք որ հավատացեք, ուրեմն ինքը գխոսի որ ներգա։ Գուզեմ ցեզի սորվեցնել եւ ասել 24-րդ խոսքը որ գսեք որ ինչ որ աղոթքով խնդրեք, հավատացեք որ գառնեք, ադիգա ներգայի մասին գխոսի որ։ Որովհետեւ նայեցեք հույսը աբակայի մասին գխոսի։ Հավատքը ներգային Եթե գսեք որ աղոթքի մեջ ինչ որ խնդրեք հավատացեք որ բիդարնեք ուրեմն ադիգա հիմա արածի բես եղեք հավատացեք որ գառնեք երբ հիմա դու ինձ վիճես ինչպես հիմա բայց ադիգա չի գա ահավասիկ քախնիկը արդեն հավատքը պետք է այն բաներուն որ ինքը չերևիր եւ չի գա Որտեւ եթե երևի եւ գա, պետք չունի հավատալու։ Ես պետք չունիմ հավատալու, որ հիմա աստեղ միկրոֆոն գա եւ ես սեզի կխոսեմ որ այս միկրոֆոնով որ ցայնը սարսանակրվի։ Որտեւ ես ադիգա կդեսնեմ որ ադիգա գա։ Քանի որ Աստվածաշունչը կսե հավատքը չերևացող բաներուն, հուսացված բաներուն աբացույցն է եւ հաստատությունն է։ Սիրեներ Ահավասիկ աստվածաշնչյան հավատքի դեսագը Հիմա, եթե ինձ հարցնես հավատքը ինչ է եւ ինչպես կբացատրվի շատ կարճ եւ թյուրին Հավատքը բարձր համոզվածությունն է Այսինքն, ինչպես կպաստես հավատքը գա կամ չի գա ասնույթի մեջ Հավատքը ուրիշ բառերով կթարգմանվի որ տուն բանիմը բարձր համոզվածություն ունիս որ անանգ է Ադիգա հավատքի բդուղն է որ տուն համոզված ես եւ չէ համոզված լալուն լեվելները գա չէ մագարտակները գա բարձր համոզվածության աբացույցը ինքը հավատքն է հավատքը բարձր համոզվածության ներկայությունն է որ անինչ որ հավատք է ուրեմն բարձր համոզվածություն ունի ստուներ մեջը որ չես դեսներ գոր բայց համոզված ես բարձր լեվելի վրա որ տուն ադի ունիս Ադորամար գսեք որ երբ որ խոսիկ հավատքով խոսեցեք եւ մի երկ մդիկ որովհետեւ ինչպես տուն բանիմը շատ համոզվիս եւ որ տուն երկ միդես չես կնար համոզվիլ որ ադի այդպես է ես համոզված եմ ինչպես երկ միդես գրնալալ այդպես չէ գրնալալ այդպես է որ մեկն է հիմա ահավասիկ հավատքը հաստատ է հիմա Շատ կարևոր բան ասեմ ցեզ, նայեցեք, պետք է սորվինք։ Okay։ Գուզեմ որ հավատալ։ Բայց հիմա ոսկսեք որ, չէ՞, հավատքով խնդրեցեք, հավատքով ասեք։ Մեկ վարյան։ Ինչին հավատամ եւ ինչ ասեմ, եթե չունիմ բան ադոր հավատալու։ Կորզարակելոցի մեջ, չէ գներեք, Բողոսի նամակներում մեջ, դեղմը Բողոսը կսորվեցնե, որ քացեք Ավետարանը քարոզեցեք որբեսի լսեն որբեսի հավատան չէ թե ինչին հավատան եթե չի լսեն այսինքն տուն Բողոսը գսե որ եթե չի լսես ավետարանը եթե չի լսեն մարդիկ ավետարանը ինչին հավատան ուրեմն տուն հավատալու համար պիտի ունենաս խոսքը պիտի ունենաս հիմքը ինչին հավատաս Okay Աստվածաշունչը Հռոմեացիի մեջ կսե հավատքը գուքա լսելը Աստծո խոսքեն ուրեմն հավատալու համար դու պետք ունես խոսքի որբեսի խոսք ունենաս հավատաս որ խոսիս ուրեմն ինչպես որ խոսքը պետք է լա հավատքով ուրեմն հավատն պետք է լա խոսքով
Դու պետք ունես խոսքի որ հավատաս, որովհետեւ հավատալով խոսիս։ Շատ բարձ է։ Հիմա ինչու ասի գսեմ որ։ Ինչին հավատաս։ Բիտ խնդրես։ Ինչպես խնդրես հավատքով, ինչին հավատաս։ Ինչ է Աստծո գամքը։ Ահավասիկ ասի է գախնիկը։ Ինչ է Աստծո գամքը։ Որպես երբ որ ասես, որպես երբ որ խնդրես, գիտնաս ինչին համացայն դու խնդրես եւ գխոսիս կոր։ Որբեսի դու հավատաս, որբեսի խնդրես եւ ասես։ Բայց եթե չի գիտնաս ինչին հավատաս, արդեն ադի բաժար է որ դու երկմի դլաս, որովհետեւ գասկածի մեջ ես։ Թերևս այդպես է, թերևս այդպես է։ Ասի ինչ են ուղակի դես, երբ որ դու չես գիտնար հաստատ եւ հստակ Աստծո գամքը, դու մի շվարած գլաս։ Օրինակ, թերևս Աստված գուզե որ ինձ բժշկել, թերևս ոչ, բայց ինքը բարի է։ Բայց աս օրինակը գա կյանքի մեջ, այդ մարդը հավատաց մերավ։ Ինչին հավատաս։ Աստվածաշունչը գսե, որ Աստծո գամքն է, որ դու բժշկվիս, Աստծո մի հավատաս։ Ինչի մի հավատաս խոսքին։ Որ մե եկած խոսքին, Աստուծո մե եկած, որտեղ Աստծո խոսքը իր գամքն է, ուրեմն խոսքը գուտա քեզի հիմք, որ դու հավատքդ գառուցես այդ հիմքին վրա, որովհետեւ առանց երկմդելու հավատաս եւ խոսիս։ Գյանքը եմա լեզվին ցերկն է։ Դուք չեք կարծեր, որ շատերը հավատքով գխոսին։ Գսեն ես հաճող չեմ։ Ես չեմ հաճողիր։ Հավատան իրենք, որ իրենք հաճող չեն։ Ինչ բաժարներով եւ գխոսին, ադանգալ չեն հաճողիր։ Հիմա եկեք իրար հետ գարտանք։ Առաջին Հովհաննես 5-րդ գլուխ 14-րդ խոսք։ Իմ ասածս բիդամ փոփեմ հիմա։ Մենք համարցակություն ունենք անորքով։ Ինչ ունենք։ Համարցակություն, վաու։ Համարցակություն ունենք որուկով, անորքով, որուկով, Աստծոքով։ Քանզի գիտենք թե ինչ որ խնդրելու լանք իր գամքին համեմատ բիդի լսեմ էզի։ Ինչի համեմատ։ Իր գամքին համեմատ։ Եվ եթե գիտնանք թե բիդի լսե ինչ որ խնդրելու լանք, ուրեմն գիտնանք թե բիդի առնենք ինչ որ խնդրենք իր մե։ Վաու։ Ժողովուրդ, վայելեցեք Աստծո խոսքը եւ խոստումները։ Առաջինը համարցակություն ունենք անորքով։ Բայց ինչպես համարցակություն ունենք։ Քանզի գիտենք ինչ որ խնդրենք իր գամքի համաձայն։ Ուրեմն երբ որ մենք կգիտնանք իր գամքը, ինչպես կգիտնանք իր գամքը, իր խոսքեն։ Ինչպես կգիտնանք իր խոսքը, գարտալով իր խոսքը, լսելով իր խոսքը։ Հիմա դու իր խոսքը գլսես կոր, չէ, իմ խոսքը չէ, իր խոսքը։ Ուրեմն մենք Աստծոքով համարցակություն կունենանք, երբ որ կգիտնանք իր գամքը, ինչ է։ Երբ որ կգիտնանք իր գամքը, համարցակություն կունենանք խնդրելու իր մե։ Եվ երբ որ իր գամքի համաձայն կխնդրենք կսեգոր, գիտենք որ կլսեմ էզի։ Եթե կլսեմ էզի, ուրեմն գիտենք ինչ որ խնդրենք բիդարնենք, որովհետև իր գամքին համաձայն է։ Ուրեմն, երբ որ դու գխնդրես, երբ որ դու գխոսիս խոսք, խոսիր իր գամքի համաձայն եւ ադիկա պիտի լակեզի։ Բայց կարևորը հավատքով խոսիր։ Լսեցեք ադեններ, առանց հավատքի կսկսիս։ Բայց խոսիր մինչև հավատքդ բարձրանա։ Քանի որ գսե պետք է հավատքով խոսիս, չէ՞։ Հավատքը ուրդեն ու կա լսելեն։ Ադեններ դու այնքան միտ խոսիս, որ լսես, որ հավատաս։ Սկսեցեք լսել Աստվածաշունչը։ Եվ սկսեցեք խոսիլ Աստծո խոսքը եւ խոստումները ձեր կյանքի վրա։ Օրինակ, աս խոստումը նայեցեք։ Ինձի վնասող ովևէ կորձիկ ամենևին մի չի հաջողվի։ Եվ ինձի թեմ Թադաստան ելած ամեն լեզուբիտ թադաբարդվի։ Ասի իմ ժառանգությունն է որպես Աստծո ծառա եւ իմ արդարությունը դիրոջ մե։ Ինչպիսի հրաշալի խոսք։ Ինձի վնասող ովևէ կորձիկ ամենևին մի չի հաջողվի։ Սատանան իր զենքերով, իր կորձիկներով եկեր եք ու կյանքդ։ Ինչ հիմք ունիս տուն այդ զենքերուն թեմ։
Ես ունիմ Աստծո խոսքը, որ հիմք է ինձի համար, որ ես հավատամ եւ ասեմ, ոչ մեկ գործիկ իմ դեմ մի չի աճովի։ Մի սկսես խոսիլ, մեկ վարյան։ Չի բավեր գիտնաս, հավատաս, հավատքով իդ խոսիս, որովհետեւ խոսքը գսե Աստծո խոսքը սուրն է։ Եկսայրի սուրը։ Սուրը հարցակվող գործիկն է։ Հիսուսը անաբադի մեջ Սատանան եւ որ հարցակեցավ, խոսեցավ իրեն, ասավ քրված է Մարտյան հացով չաբրիր։ Սուրը կորձածեց, որ վնասե տշնամին։ Չի բավեր Հիսուսը գիտնար ադիգա, ինքը պետք է խոսեր։ Մեր հարցերեն մեկը ինչ է, մենք ադե ներքիդենք չենք խոսիր։ Սիրելի ժողովուրդ, ժամանակն է խոսելու Աստծո խոսքը հավատքով։ Ամեն իրավիճակի համար Աստված խոսք ունի, կացեք, բրբդեցեք, քդեք, խոսեցեք եւ դեսեք կյանքի փոփոխությունները։ Ամեն։ Եվ որ հավատա չերկ մդի, բիդի լայրեն եւ որ գխոսի եւ գխնդրե։ Ամուր բռնեցեք Աստծո խոսքը, լեցվեցեք Աստծո խոսքով, դեսակ ինչու մենք կսենք շատ եւ Աստված գսե իմ խոսքը, որովհետեւ իր խոսքը մեզի համար հիմք է։ Գիշեք at մարդուն օրինակը որ դվավ, սա անոնք որոնք գլսեն իմ խոսքը եւ կգադարեն գնմանին այդ խելացի մարդուն որ իր դունը ժայռի վրա շինեց։ Հովերը եկան, քեդերը եկան, բայց այդ դունին բամը չեղավ։ Ադորամար ինչ է Աստծո խոսքը մեզի հիմք, որ հավատանք, որ դու հավատքով շարժվենք։ Որովհետեւ հավատքը եւ խոսքը լերներ կշարժեն։ Պատրաստ ես կյանքիդ մեջ լերներ շարժելու, ոտքի էլ լեցի վրա Աստծո խոսքով եւ սկսիր լերները շարժել Հիսուսի անունով։ Ամեն։ Կողջունեմ բոլորիդ սիրելիներ, երկրի ծայրերեն, տարբեր երկիրներեն, որ գեհդեվիկ մեր ծառայությանը Աստված օրհնեց ձեզի շատ։ Շատերը կհարցնեն ինչպես կրնանք աճակցիլ ֆինանսներով Լիբանանի եկեղեցին այս ծառայությանը։ Սիրելիներ, այդ հեռախոսը համարը որ պիտի տեսնեք վիդեոյի վրա, դուք կրնաք կապ հաստատել, որովհետեւ մենք առաջնորդենք ցեզի եւ ասենք ինչ հնարավորություններ կա, որովհետեւ աճակցիկ ձեր ֆինանսներով Լիբանանի եկեղեցի ծառայության համար։ Թող Աստված օրհնի ցեզի շատ, այն ամեն ինչը որ գցանեք Աստծո արքայության մեջ, ես կհրճագեմ որ գրկնաբադիկը Աստված օրհնի ցեզի Հիսուս Քրիստոսի անունով։